Սևանի արևմտյան ափերով Մարտունի քաղաք հասնելիս բնությունն ավելի գեղեցիկ, եղանակն ավելի անխնա են դառնում։ Այդպես մինչև հայտնվում ես ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա։ Մարտունին, ինչպես բոլոր տեղը, դժվար տարածաշրջան է, լեռնեցիներ են, շատ խելացի մարդիկ են, շատ օբյեկտիվ են, գնահատականի մեջ ահավոր ժլատ, բայց ինչ-որտեղ օբյեկտիվ։ Այստեղ ամեն մի տոհմից մի իմաստուն մարդու են կանչել, որ քաղաքի գործերը կառավարելիս հանկարծ չսխալվեն։ Որոշեցինք, որ չթողենք քաղաքապետի մենակ հայեցողության ամեն ինչը։ Թերևս կա ավագանի, որոնք պետք է նույնպես ընտրովի է ու նրանք պետք է որոշեն, բայց միշտ չի, որ ընտրվում են այնպիսի փորձված մարդիկ ու միշտ չի, որ ցանկություն են հայտնում նման փորձված մարդիկ դառնան ավականու անդամ։ Մենք որոշեցինք ստեղծել ավակների խորհուրդ։ 101 հոգի հավաքվեցին քաղաքի ավակների խորհրդում։ Եթե այդպես հաշվենք, 101 տոհմ ունի Մարտունի քաղաքը, որոնց պատմությունը 200 տարի միայն այստեղ Սևանի ավազանում է, իսկ դրանից առաջ ով գիտե որքան, Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի դաշտում։ Բայց ժողովրդավարության այս յուրահատուկ մոդելը ամենևին էլ երկար պատմություն չունի Մարտունի քաղաքում։ Որոշումներն իրականացնելու բեռը Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանինն է 2005 թվականից։ Իսկ բեռը ամենևին էլ թեթև չէր, հատկապես իր պաշտոնավարման սկզբում։ Քանդված ու աղբով լցված փողոցներ, մշակման կարոտ հողեր ու բազմաթիվ այլ խնդիրներ։ Ինչից սկսել։ Մաքուր ու բարեկարգ քաղաքում ապրելը կենսական ու նաև պատվի խնդիր է, իսկ դա պետք է վերաբերեր քաղաքի կենտրոնից մինչև ծայրամասում ապրող յուրաքանչյուր մարդուն։ Ամենավատ վիճակում հենց ծայրամասային փողոցներն էին, որոնք տարիների ընթացքում քանդվելով ու չվերանորոգվելով տեղ-տեղ անգամ անանցանելի էին դարձել։ Դրանց նորոգումը եւ ջրահեռացման ճիշտ կազմակերպումը առաջնային խնդիրներից էին։ Մասնակի վերանորոգվեցին կենտրոնական մի քանի փողոցներ, տեղադրվեցին լուսավորները, որոնց գոյության մասին մոռացել էին արդեն քաղաքում։ Մենք ձմռան ամիսները շատ դաժան ենք անցկացնում, պետք է մենք կարողանանք մեր կառույցները, մեր ենթակայության տակ տվող կառույցները, ուրեմն ձմռան ամիսներին աշխատացնենք։ Դաժան ձմեռը հիմա ավելի քիչ է վախեցնում Մարտունի քաղաքի բնակիչներին։ Ժամանակին ծայրամասային փողոցները ձյունը գալուն պես կարծես կտրվում էին քաղաքից։ Փողոցները մաքրելը դարձավ քաղաքապետարանի ամենօրյա հոգսերից մեկը։ Մեկ ուրիշ շատ կարևոր խնդիր ևս քաղաքի համար։ Տարիներ շարունակ Մարտունի գետի վարարումներից բնակիչները շատ էին տուժում։ Քաղաքապետի ջանքերը հանգեցրին նրան, որ երբ դեռևս վարչապետ Սերժ Սարգսյանը այցելեց Մարտունի, կառավարությունը գումար հատկացրեց, որի շնորհիվ մաքրվեց գետի հունը, բացվեց ջրի ճանապարհը, ամրացվեցին ափերը, այլևս վտանգավոր չդառնալով քաղաքի համար։ Շատ հարցեր ենք կարգավորել, իհարկե մեր կառավարության աջակցության եւ օգնության։ Այսօր աշխատանքներ են տարվում ուրեմն կոյուղագծերի վերանորոգման, քանի որ հենց առաջին իսկ օրվանից ինչ չափի կոյուղագծեր, որ կառուցվել է քաղաքի համար, արդեն քաղաքը մեծացել եւ խնդիր է դարձել։ Այս պահին ուրեմն մաքրման կայան է կառուցվում եւ զուգահեռ կառուցվում է նաեւ ուրեմն շուրջ 13 կիլոմետր խմելու ջրագծի ուրեմն վերանորոգման աշխատանք, որովհետեւ արդեն ցանցը ի վիճակի չէ օգտագործվել։ Մարտունի քաղաքի բարեկարգման ուղղված աշխատանքներից դժվար է առանձնացնել ամենակարևորները։ Դրանք անհրաժեշտ էր հերթով լուծել, աստիճանաբար քաղաքի մեջքը շտկելով։ Այս պահին շինարարություն է կատարվում բազմաբնակարան շենքերի կտուրների ընդհանուր փոխման ուրեմն նպատակով, որ 60-ական թվականների կառուցված բազմաբնակարան շենքերը արդեն իսկ գտնվում են անվտանգ վիճակի մեջ։ Կարևոր խնդիր էր Վաղաշեն գնացող ճանապարհի հարցը, որ ասֆալտապատման արդեն գումարը կառավարությունն հատկացրել է։ 1828-ից 30-ական թվականներին Գեղարքունիքը վերաբնակեցվեց Արևմտյան Հայաստանից եկած հայերով։ Այսօրվա Մարտունի քաղաք հասան Ալաշկերտի Մանգասար գյուղից։ Ալաշկերտցիներն իրենց հին բնակավայրի պես տեղ հասան, բարձրադիր լեռներ։ Ամայի տարածքում միայն լիճն է եղել, իսկ հողը խոփի երես վերջին անգամ դրանից 100 տարի առաջ էր տեսել։ Այս տարածքում մարդկանց պահողը լիճն է, վերջին տարիներին հողն ավելի շատ, ու հողը պահելը մարդու ամենամեծ խնդիրն է հիմա։ Խորհրդային Միության օրոք օգտագործված գյուղտեխնիկան այլևս գոյություն չուներ, չկար դաշտերը ոռոգելու ջուր, սերմացու, չկար ոչինչ հողին տալու ու նրանից վերցնելու համար։ Այստեղ բարձրադիր գոտում ցանքատարածությունները ոռոգվել են գետի միջոցով։ Հին ջրատարը, որով ջուրը հասնում էր այդտեղ, վաղուց իր գոյությունը մոռացնել էր տվել, այդ մասին հիշեցին միայն 2006 թվականին։
Դաշտերը ոռոգելու աղբյուրը Մարտունի գետն է, բայց գետի ջրի վրային իրենց հույսը դրել նաև Գեղհովիտ ու ներքին Գետաշեն համայնքները, եւ ոռոգման շրջանում գետի ջուրը չի հերիքում։ Մնում էր պոմպերի միջոցով Սևան ալաջի ջուրը հասցնել դաշտերը։ Այդ համակարգը եւս վաղուց շարքից դուրս էր եկել։ Եվ անցյալ տարի Մարտունիում շահագործման հանձնվեց նոր ժամանակակից պոմպակայանը, իսկ այնտեղ, որտեղ հնարավոր չէ առուներով ջուրը հասցնել, խորքային հոր հորատեցին եւ հնարավոր եղավ դրա շնորհիվ եւս 70 հեկտար հողից բերք հավաքել։ Քաղաքը պետք է ամուր հենվի իր ենթակառուցվածքների վրա։ Երեխաների կրթության ու զարգացման համար պայմաններ ստեղծելն արդեն քանի տարի է առանցքային խնդիրներից է։ Գազաֆիկացվեցին մանկապարտեզները, մասնագիտացված դպրոցները, դրա հետ մեկտեղ իրականացվում են սոցիալական տարբեր ծրագրեր։ Իսկ շենքային պայմանները բարելավելը դեռևս օրակարգի հարց է։ Ամենահինը Մարտունու երաժշտական դպրոցի շենքն է 1950-ական թվականներին կառուցված, եւ այն էլ տիպային կառույց չէ, այլ ժամանակին եղել է ավտոձեռնարկության գրասենյակ։ Մեր ամենակարևորագույն խնդիրը շենքային պայմաններն են, այսինքն հասկանում եք, դպրոցը ինքը իրանով ունի տարածաշրջանային լայն նշանակություն, քանի որ տեսեք շատ մարզում շատ դպրոցներ կան, բայց կոնկրետ ինչ եմ ասում շատ կարևոր, քանի որ ամբողջ Մարտունու նախկին տարածաշրջանում, այսինքն Երանոց գյուղից մինչև Արծվանի գյուղ, կան ընդամենը 2 երաժշտական դպրոց, որոնցից մեկը Վարդենիկ համայնքում է։ Մեր երաժշտական դպրոցը 50-ական թվականներին է կառուցվել, նույն թվականներին կառուցվել է մեր կենտրոնական գրադարանը։ Այսօր շատ վատ վիճակի մեջ են գտնվում, պարոն վարչապետ Տիգրան Սարգսյանի այցի ժամանակ ես խնդրեցի, որ ինքը մի հատ այցելի մեր եւ գրադարան իրար կողք են գտնվում, եւ պարոն վարչապետը չմերժեց, այցելեց, տեսավ, մասնագետներ են ուղարկել եւ գրադարանի եւ երաժշտական դպրոցի հաշվարկ են արել, շուրջ 145 միլիոն է կազմել երկու ուրեմն կարևոր խնդրի վերանորոգման աշխատանքների համար եւ այսօր սպասում ենք, որ այդ երկու կարևոր խնդիրները պարոն վարչապետը խոսք է տվել, որ անպայման կօգնի։ Մարտունի քաղաքում ուշադրության կենտրոնում է սպորտը։ Այս քաղաքում, որտեղ բազմաթիվ մրցումներ են անցկացվել տարբեր մարզաձևերից, մարզական ավանդույթների մասին բավական ժամանակ էին մոռացել։ Ընդամենը պետք էր տեր կանգնել։ Աշխուժացավ նաև մշակույթը։ Մշակույթի պալատում սկսեց գործել ժողովրդական եւ ազգագրական պարերի համույթը։ Ալաշկերտցիները Արևմտյան Հայաստանից Սևանի ափ եկան ոչ միայն շալակած բերելով իրենց կենցաղային իրերը, այլև մշակույթը, ավանդույթները։ Մարտունու երկրագիտական թանգարանում պահվող այս խնոցին 1828 թվականին այստեղ է հասել Ալաշկերտից, իսկ դրանից առաջ ով գիտե քանի տարի են այն օգտագործել։ Հին սափորների տարիքը թվագրվում է 10-ից 11-րդ դարերը։ Այս թանգարանը ստեղծվեց 1994 թվականին, երբ ընդամենը 35 նմուշ ուներ, իսկ այսօր երկու ոչ մեծ սենյակներում պահվում են շուրջ 500 նմուշներ։ Մարտունին հին դամբարանադաշտերով հարուստ տարածք է։ Այս իրերի մի մասը ներքին Գետաշենում դամբարանադաշտի պեղումների արդյունքում են հավաքվել այստեղ։ Մի մասն էլ տարիների ընթացքում տարածաշրջանի գյուղերից են հավաքել։ Դրանք հավաքելն ու պահելը երևի թե ավելի հեշտ է, քան ավանդույթները։ Իրենց ազգագրական երգերն ու պարերը հնչում են միայն մշակույթի պալատում, եւ եթե չլինեին երգչուհի Թերեզա Գրիգորյանի կատարումները, ապա դրանք շատ քչերը հիմա կիմանային։ Ազգագրական պարերից էլ պահպանվել է Մարտունու Քոչարին, որը ժամանակին բեմադրել է Արամայից Շաբոյանը։ Մշակույթի պալատում պարում են նաև Ալաշկերտի պարը։ Այս պարերի մեջ ես հենց փորձում գտնել նրանց իրական կերպարը, երբ պարում են հայացքը սրելով, ոտքերն ամուր գետնին հենելով։ Այս բլուրներում, երբ պարտիզյան հոր էին փորում, շուրջ բոլորը արծաթյա հին դրամներ էին շաղ եկել։ Հնագիտական քանի չբացված շերտ կա այստեղ, դժվար է ասել։ Բայց երևի թե ամենամեծ հարստությունը իմաստնությունն է, առանց որի դժվար է ապրել այս լեռներում ու դեռ ամուր կարճած մնալ նրանց։